Տիկին Ղազարյան գրանցման գույքի գրանցման մասին օրենքն փոփոխություն է արվում, եւ այդ գրասենյակները փոխարինում են խորհրդատվական գրասենյակների, օրինակ իրանց բնակավայրում թող 57 վարչական միավոր գույքեր սեփականության իրավունքով պատկանող, դրանց գրանցում անվավեր ճանաչվեց։ Դրանք արդյոք իջևան խոշորացված ամայքի գրասենյակի միջոցով էին ուղարկվել նամակները, դիմումները եւ այսօր իրավ հաստատող փաստաթղթերը ամբողջական էր թե ոչ։ Եվ երկրորդը կուզենամ ասել ինչն է իմ կընդունվել գրանցման մասին օրենքի, որը դրույթներով եք շարժվել, որ 57 միավոր գույք անվավեր է ճանաչվել, կամ եթե դրանք սխալ են գրանցվել, իրավ հաստատող փաստաթղթեր ներկայացող մարմինների մասով արույթներ կան արոցված եւ ինչ ընթացքում են դրանք։ Կուզենամ հիմքերը եւ կադաստրի գործառույթները նշեք դուք, որ օրենքով է շարժվել։ Եվ երկրորդը գույքի գնահատման մասին օրենքն է, որը որ երկրորդ ընթերցումը հարցեր չեմ կարող տալ, նաև նախորդ անգամ որ բերվեց այդ օրենքը ասվեց որ սխալ գնահատումներ են կատարվել։ Կուզենամ եթե կա ձեռքի տակ թվեր հնչեցնեք, որոնք են սխալ գնահատման արդյունքները եւ քանի միավոր գույք է վերագնահատման արդյունքում գույք հարգը թանկացել կամ իջել։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, դուք այս հարցը եւս մեկ նախագծի քննարկման ժամանակ եք բարձրացրել, որի ընթացքում, չնայած իմ կարծիքով վերաբերելի չէր նախագծի կարգավորման առարկային թե այն ժամանակ, թե այս անգամ, սակայն ես հնչեցրել էի մեր դիրքորոշումը առ այն, որ իրանց բնակավայրում սեփականության իրավունքների անվավեր ճանաչման գործընթաց տեղի չի ունեցել, հետեւաբար ձեր կողմից հնչեցված արդեն ենթահարցերին էլ պատասխանը տրվում է հիմնական հարցի պատասխանով։ Շնորհակալ եմ։ Ունեք արձագանք։ Տիկին Ղազարյան, ձեր պատասխանը սպառիչ չի եղել այն ժամանակ էլ հիմա էլ հստակ հարց եմ հնչեցնում 57 միավոր գույք սեփականացիների սեփականության իրավունք անվավեր է ճանաչվել, բայց սեփականության վկայականներ ինչ եղել է դեպքում կամ հողային հաշվեկը շռում խոշորացած ամայքի խիա փոփոխություն արվի այդ կարի կտրվածքով։ Դուք պետք է ինձ սպառիչ պատասխան տաք, մինչև սպառիչ պատասխան չտաք, կոնկրետ ասում եմ, կադաստրի կոմիտեն ինչ իրավ հաստատող փաստաթղթերի հիմքով է այդ վկայականները անվավեր ճանաչ գույքերը սահմանադրությամբ խախտվել այդ քաղաքացու իրավունքները։ Դուք պետք է ասեք, որ հաշվառնելով SSS գործարքները, քանի որ դրանք վարչատարածքային բաժանման օրենքով ընդգրկված են այդ համայնքին։ Եթե սխալ են ուղարկվել իրավ հաստատող փաստաթղթեր, ինչ իրավական հետևանք ունեցել։ Եթե դուք սպառիչ պատասխան տաք ոչ թե այսպես լողացող, ես սպառ ձեր տված պատասխանն ինձ համար բավարար կլինի եւ անդա չեմ կրկնի։ Բայց դուք ձեր տված պատասխանից անաչառ դիտորդը որ լսի, ինչ հասկանալու ձեր պատասխանից։ Ասում եմ 57 միավոր գույք, ուզում ես անվավեր ասա, գրանցումը մերժել ասա, սխալի ուղում ասա, ինչ ուզում ես անունը դիր, քաղաքացուն զրկվել է այդ իրավունքից։ Պարոն Ղազարյան, ձեր հարցին իմ սպառիչ պատասխանը հետևյալն է, որևէ քաղաքացու սահմանադրական իրավունք չի խախտվել, որևէ անձի սեփականության իրավունք չի խախտվել։ Առավել սպառիչ պատասխան ես կարծում եմ ձեր հարցը չի կարող ունենալ։ Շնորհակալություն։